The Insider-ի վերջին բաժինը վերաբերում է Մոսկվայի քաղաքական հենարաններին Հայաստանում։ Հոդվածը հիշեցնում է 2026 թվականի ապրիլին Փաշինյանի Մոսկվա այցի ժամանակ Պուտինի հետ բանավեճը։ Պուտինը խոսել է, որ պրոռուսական ուժերը պետք է կարողանան մասնակցել ընտրություններին։ Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանի սահմանադրությունը թույլ չի տալիս օտարերկրյա քաղաքացիներին մասնակցել խորհրդարանական ընտրություններին կամ դառնալ վարչապետ։ The Insider-ը գրում է, որ ակնարկը վերաբերում էր Սամվել Կարապետյանին։ Նա ծնվել է Տաշիրում, հետո տեղափոխվել Կալուգա, ստացել Ռուսաստանի քաղաքացիություն և ստեղծել Տաշիր բիզնես կայսրությունը։ Հոդվածի համաձայն, Տաշիրը շիրը Գազպրոմի խոշոր կապալառու է, իսկ Կարապետյանը տիրապետում է Ֆորա բանկի 71% բաժնետոմսերին։ 2024-ի նոյեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը այդ բանկը ներառել է պատժամիջոցների ցուցակում։ Ամենածանր դետալը 1399 թվականի ռուսական անձնագրային ֆայլն է, որտեղ ըստ հոդվածի աշխատանքի վայր դաշտում եղել է ICFSB նշումը։ Հոդվածը նշում է նաև Գագիկ Ծառուկյանին, ռուսական բիզնես կապերով Եդինայա Ռոսիայի հետ արձանագրությամբ և 2017-ի քարոզարշավի ֆինանսական հաշվարկներով։